Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր խոսելու ենք Վիլհելմ ֆոն Հումբոլտի եւ նրա գլխավոր լեզվաբանական աշխատության մասին։ Մեր հյուրն է լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուլզադյանը։ Բարի երեկո, պարոն Գյուլզադյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալվելու համար։ Փոխադարձաբար։ Պարոն Գյուլզադյան, Հումբոլտը ընկած է ժամանակակից լեզվաբանության ակունքներում։ Մի առիթով Մարտին Հայդեգերը նկատում է, որ հնարավոր չէ ուսումնասիրել լեզվի փիլիսոփայություն առանց անդրադառնալու Հումբոլտին։ Ներկայացրեք խնդրեմ մեր հեռուստադիտողներին, ով է Հումբոլտը։ Ովքեր ծանոթ են Հումբոլտին, նրա երկերին, բնականաբար հավանություն կտան Հայդեգերի ասածին, շատ տիպորոշ բնորոշում է տվել, իսկապես առանց Հումբոլտի հնարավոր չէ պատկերացնել լեզվաբանությունն եւ լեզվափիլիսոփայություն եւ ընդհանուր լեզվաբանությունը։ Ասեմ միանգամից այսպես իր պաշտոնով Պրուսիայի երկու ներքին գործոս նախարարներից մեկն է եղել։ Մի քիչ տարօրինակ կարող է թվալ, մեր ընկալումները բոլորովին այլ են։ Այն ժամանակ պետությունը ամբողջությամբ եւ հասարակությունը եւ մշակույթը մտավոր այսպես հորիզոնները փոխներ թափանցված էին եւ Հումբոլտը ինքն օգտագործելով իր բարձր պաշտոնը ոչ միայն իր գրավոր գործունեությամբ, նաև հասարակական գործունեությամբ բավականաչափ նպաստեց գերմանական մշակույթի տարածմանը առարկայինորեն։ Նա համալսարան հիմնեց։ Առաջինը նա էր, որ գերմանական կրթությունը, տարրական կրթությունը առանձնացրեց եկեղեցուց։ Հասարակական մեծ գործիչ էր, մեծ մտավոր ընկերների մեջ շրջապատ ուներ, Գյոթեի մտերիմ ընկերներ, Հեգելին նա է Գյոթեի հետ ծանոթացրել, պետության մասին քննախոսություն ունի, լինելով լեզվաբան, լեզվաբանական մի քանի ուղղությունների հիմնադիր է եւ նրա ընդհանուր լեզվաբանությունը փոխներ թափանցված է փիլիսոփայությանը, հնարավոր չէ անջատել նրա փիլիսոփայությունն ու լեզվաբանությունը։ Քիչ հետո երևի առիթ կլինի ասելու, թե ինչ լեզվաբանական գիտակարգեր է հիմնել, այսօր էլ հայտնի արդեն նույնիսկ 20-րդ դարում ձևավորված լեզվաբանական միջգիտակարգերի հիմքը Հումբոլտի աշխատությունն է, լեզվափիլիսոփայական աշխատությունն է, եւ մարդալեզվաբանությունը, եւ հոգելեզվաբանությունը, եւ ազգալեզվաբանությունը, եւ հանրալեզվաբանությունը, այդ բոլոր հիմքերը խորքային մակարդակով կան Հումբոլտի ուսումնասիրություններում։ Հզոր մտածող էր։ Հումբոլտի հիմնական աշխատությունը վերնագրված է այսպես. մարդկային լեզուների կառուցվածքի տարբերության եւ մարդկության հոգեվոր զարգացման վրա դրա ազդեցության մասին։ Ասացեք խնդրեմ, որոնք են այս գործի հիմնական գաղափարները։ Նախ ասեմ, որ այս գործը նրա Ճավա կղզու կավի լեզվի մասին վերնագրով աշխատության ներածությունն է, ինչպես մեր Այտենյանն է ասում, նախաշավիղ է։ Եվ ահա այդ նախաշավիղը ծավալուն ներածությունը, որ մոտ 300 էջ, դարձավ ընդհանուր լեզվաբանության անկյունաքարը։ Որոնք են, գիտեք, Հումբոլտի մասին խոսելիս, նրա լեզվափիլիսոփայության մասին խոսելիս, իմ առաջ մի տեսակ շարժական կտավ է պատկերանում։ Կտավ, որտեղ պատկերները շարժվում են եւ բոլորի հետ փոխկապակցված են, ըստ որում ոչ միայն մարդիկ որպես լեզվագիրներ, ոչ միայն անհատները, ոչ միայն ազգերն ու ժողովուրդները, այլև լեզվական իրակությունները, դրամաբանական իրակությունները, ասես կերպարներ լինեն, դերակատարներ լինեն, մարդու հետ եւ մտածողությունը, եւ հասկացությունը, եւ պատկերացումը, եւ մինչեւ իսկ հնչյունը իր հոդաբաշխությամբ, ամեն ինչ շատ հետաքրքիր ձևով միակցված են։ Խոսում է ձևի մասին առհասարակ, փիլիսոփայական սահմանում է տալիս լեզվական ձևի մասին է խոսում, այդ ձևի ենթատեսակներն է առանձնացում, շատ կարևոր բաժանումներ է անում եւ այնքան կարևոր բաներ են դրանք, որ առանց այդ ձևերի ներքին արտաքին դինամիկ ձևերի ընկալման լեզուն
պարզապես ամբողջապես գնահատել չենք կարող, թեև շատ հաճախ անտեսվում են դրանք այսօր։ Ինչ է լեզուն ըստ Հումբոլդտի, ինչ առանձնահատկություններ ունի եւ լեզվի դիտարկման ինչ տեսանկյուններ է առանձնացնում մտածողը։ Գիտեք, կպատասխանեմ իհարկե, կարեցածին չափով, բայց Հումբոլդտի ասածները ներկայացնելու համար վտանգավոր իրավիճակներում ենք հայտնվում, որովհետև եթե հիմա ասեմ Հումբոլդտը այսպես է բնութագրել լեզուն, հնարավոր է ինչ-որ մի բաղադրիչ մի այլ տեղ ասած անտեսեմ եւ դա արդեն Հումբոլդտը չի լինի։ Իրոք վտանգավոր է Հումբոլդտից մեջբերումներ անելը։ Այնուամենայնիվ կասեմ, Հումբոլդտը լեզուն սահմանում է որպես ներքին գոյի օրգան, հենց ինքը այդ գոյը, բայց ինչից է բխեցնում լեզուն, հոգևոր ուժից, հոգևոր ուժ, որը իր վերացականությամբ հանդերձ անընդհատ այսպես նուրբ թելերով, բերելով, միակցվելով մտածողության հետ, նախադասության հետ, ամբողջ լեզվի հետ, խոսքի հետ, ասես առարկայինանում է, արարչագործ ուժից է բխեցնում եւ զգուշացնում է, եթե հետազոտողները չեն հասնելու հոգևոր ուժի բացահայտմանը, իզուր է լեզվաբանական ամեն մի մեկնաբանություն։ Ներքին գոյի օրգաններ համարում ժողովրդի ոգու արտահայտություն։ Կարծում եմ դեռ առիթ կունենանք առանձին խոսելու ոգի եւ լեզու հարաբերության մասին։ Խոսելով լեզվի մասին, անմիջականորեն կապում էր մտածողության հետ, համարում մտածողության արտահայտություն, ըստ որում մտածողությունը ինքն էլ միաժամանակ այդ արարչագործ ուժի արտահայտությունն էր եւ որքան ուժեղ է տվյալ ժողովրդի արարչագործ ուժը, այնքան մեծ է նրա լեզվի զարգացման հնարավորությունը։ Լեզուն բնութագրելի է իր ամենափոքր, ամենատարրական նվազագույն միավորի բնորոշմամբ իսկ, որովհետև եթե հնչյունը կա, նշանակում է, ծառայում է կշռութավոր խոսքի ձևավորմանը, իսկ հնչյունի մասին, հնչյունական ձևի մասին, որ խոսեմ, անպայման պիտի հիշեցնեմ նաև հնչյունի դերը ի տարբերություն մյուս ոչ հոդաբաշխ հնչյունների, ինչ նշանակություն ունի լեզվի համար։ Լեզուն ուրեմն հասարակական երևույթ է, բայց հետաքրքիր է սա, ի տարբերություն իրենից հետո եկող բոլոր լեզվաբանների, ճիշտ է, խոսում է մարդկային լեզվի մասին, բայց Հումբոլդտը շատ հաճախ հոգնակի թվով է գործածում, մարդկային լեզուներ է ասում, սա էլ պայմանավորված է լեզվին տված նրա ծագման տեսությամբ, որովհետև ազգային ոգով էր, հենց ազգային ոգով էր պայմանավորում լեզուների ծագումը։ Առայժմ այսքանը, հետո ընթացքում կարծում եմ Անպայման ինձ թվում է կհասնենք նաև զրուցել լեզվի եւ ազգային ոգու կապի մասին, բայց մինչ այդ փորձենք հասկանալ, թե կառուցվածքային ինչ տիպեր են առանձնացնում եւ հետաքրքիր է նաև իմանալ, թե մեզ ծանոթ լեզուները այդ տիպերից որոնց են պատկանում։ Ուրեմն հիմքերը կան Շլեգել եղբայրների տեսություններում լեզվաբանական, առաջինը Ֆրիդրիխ Շլեգելն է խմբավորել լեզուները մասնիկավոր եւ ներքին թեքման տիպերի 8 թվականին, դրանից 10 տարի հետո նրա եղբայրը Ավգուստ Շլեգերը մի տեսակ էլ ավելացրեց այսպիսի խմբավորմամբ թեքական, մասնիկավոր եւ անջատական տիպը ավելացրեց։ Հետագայում Հումբոլդտի մի բերելով այդ, իդեպ երկրորդ Շլեգելը, Շլեգել կրտսերը նաեւ վերլուծական տիպերի մասին էր խոսում։ Հումբոլդտը սրանց իմի է բերում այդ ամենը, ավելացնում նաեւ մի նոր տեսակ, մի նոր լեզվատիպ, անվանելով այն ներմարմնավորյալ, հիմա սկսենք այդ տիպերից։ Դասագրքային բաներ եմ ասելու, պարզապես հեռուստադիտողին կարող է հետաքրքրել։ Լեզվաբանները թող հանգստանան այս ընթացքում։
Ուրեմն 4 տիպ է տարբերակում՝ թեքական, կցական, անջատական եւ ներմարմնավորյալ։ Թեքական ֆլեկտիվ տիպը այն է, երբ բառաձևերը կազմվում են գերազանցապես բառի ներսում գրած փոփոխություններով, ասենք հոլովները տուն տան հայերենից էլ այդ օրինակը կարելի է բառի ներսում է փոփոխությունը տեղի ունենում։ Եթե անգամ մասնիկավորվում են, այդ մասնիկները անպայման պիտի բազմի մաս լինեն։ Գրաբարի օրինակը բերենք, տունք քմասնիկը հոգնակի թվի եւ ուղղական հոլովի իմաստներն ունի։ Ուրեմն սա այս բերված օրինակները թեքական տիպի օրինակներ են։ Թեքական են մեր գրաբարը, սեմական լեզուները, ժամանակակից ռուսերենը, մեծ չափով գերմաներենը, չեմ խորշում հայտարարելուց մեծ չափով նաև ժամանակակից արևելահայերենը, սա հատուկ եմ ասում, որովհետև տարածված է թե իբր աշխարհաբարը զուտ կցական լեզու է, մեծ գերազանցապես թեքական է։ Կցական են այն լեզուները, որոնցում քերականական փոփոխությունները տեղի են ունենում մենիմաստ մասնիկների հավելմամբ։ Հայերենում կան այդպիսի օրինակներ, ասենք պատ ի սեռական հոլովի իմաստն է, ին պատեր ի էրը հոգնակի թվի իմաստն է, ին սեռական հոլովի իմաստը։ Ակցականությունը սա է ագլյուտինացիոն լեզուներ են կոչվում, ագլյուտինացիա բառացի սոսինձ է նշանակում, մասնիկները սոսնձվում են։ Անջատական են այն լեզուները, որոնցում բառերը հիմնականում արմատներ են, մենարմատ բառեր են հիմնականում եւ քերականական ձևերը արտահայտում են նաղդիների օգնությամբ։ Այդպիսին է հատկապես չինարենը, տիբետական լեզուները, մասամբ այդպիսին են անգլերենը եւ ֆրանսերենը եւս։ Անջատականության երևույթներ գրեթե բոլոր լեզուներում կան, դրա մասին դեռևս կխոսեմ։ Վերջապես ներմարմնավորյալ են այն լեզուները, որոնցում ասես խզված է բառի եւ նախադասության սահմանը։ Բառերը մարմնավորվում են, կամ արմատներ, այսպես ասեմ, արմատները միանում են իրար միշտ ընդհանուր մասնիկներով։ Այդ մասնիկը հավասարապես եւ նախորդ եւ հաջորդ արմատին է վերաբերում եւ միևնույն արտահայտությունը միաժամանակ եւ բառի եւ նախադասության արժեք ունի մեր ընկալմամբ։ Այդպիսիք են հարավամերիկյան ցեղերի, հնդկացիական լեզուները, հարավաֆրիկյան ցեղերի լեզուները եւ այլն։ Հետագայում իդեպ Էդվարդ Սեպիրը, ամերիկացի լեզվաբան, անցյալ դարաշրջին անդրադարձավ այս լեզուների տիպավորմանը, թեև Հումբոլտը ասում էր, որ հնարավոր է մի տիպից մյուսին անցումը եւ այս կամ այն չափով կհանդիպելը Սեպիրը շատ ավելի խստորոշեց եւ որոշարկեց այս դրույթը, իսկապես նույնիսկ հայտարարեց, որ չկան մաքուր տիպեր լեզուները որպես կանոն, եթե անգամ թեքականության բաղադրիչը շատ է, անպայման կամ թեքակցական են լինում, կամ թեքանջատական, գերմաներեն օրինակ այդպես է, թեքակցանջատական լեզու է գերմաներեն, իսկ այլ մակարդակներում, եթե ձևաբանությունը մի կողմ թողնենք, նաև ներմարմնավորյալ լեզու է։ Նույնը վերաբերում է հայերենին, ժամանակակից հայերենը հատկապես թեքակցական է, կցական չէ, մաքուր կցական են թրքական լեզուները, ուգրաֆիննական լեզուները, հայերենի կցականությունը իդեպ իսկապես այլ լեզվի ազդեցություն է, հատկապես արևմտահայերենում է դա շատ, բայց միևնույն անգամ եթե միայն արևմտահայերենն ենք վերցնում, այլ ոլորտները նկատի ունենալով, այլ բաժինները, ասենք, այլ հարացույցներ, խոնարհման հարացույցը, դերաբանական հոլովման հարացույցը, թեքականության բաղադրատարը ավելի շատ է։ Հումբոլտի նախանշած կարևոր հասկացություններից է նաև լեզվի ձևի հասկացությունը։ Ինչ է լեզվի ձևը եւ ինչ տեսակներ կան։ Այն բնութագրությունը, որ տալիս է ձևին Հումբոլտը, ուրիշ ոչ մեկի մոտ, թե նրանից առաջ թե հետո չեմ հանդիպել։ Ուրեմն էլի ոգուց է սկսում։ Ոգու հոդաբաշխ խնչյունը մինչև
մտքի արտահայտություն բարձրանալուն ուղղված գործունեության մեջ եղած այն հաստատունն ու միակերպն է իր ողջ լիակատարությամբ, որ երևում է որպես համակարգայնության եւ փոխկապվածության արտահայտություն։ Բարդ է սահմանումը, բարդ է ձևակերպումը հասկանում եմ, բայց ավելի բարդ ասել չեմ կարող, որովհետեւ կրկնում եմ, Հումբոլտ չի լինի, եթե փորձեմ ուրիշ կերպ մեկնաբանել։ Տարբերակում է ներքին ձև, արտաքին ձև։ Արտաքին ձևը առաջնայինորեն լեզուների հնչյունական կառուցվածքն է։ Սա լեզուների տարբերակման սկիզբն է, ամենանկատելի տարբերությունն է։ Ներքին ձևի տարբերությունները շատ ավելի կարևոր են եւ հատկապես սրանցով են խորքայնորեն իրարից տարբերվում լեզուները։ Ուրեմն ձևի երկու բնույթ է ներկայացնում, հակադրելով մի դեպքում ձևը եւ բովանդակությունը, այս դեպքում արտաքին ձևի հետ գործ ունենք։ Մյուս դեպքում հակադրում է ձևն ու նյութը։ Ձևը նյութը անձև է, կարոտ է ձևավորման։ Գործ ունենք այստեղ արդեն ներքին ձևի հետ։ Նյութ ասելով էլ, ինչպես նշանագիտության մեջ են ասում, երբեմն նշանագիչն ու նշանակյալը կարող են փոխատեղվել, այստեղ էլ է նույնը, նյութն ու ձևը կարող են փոխատեղվել։ Հենց ինքը Հումբոլտ օրինակներ է բերում, ասում է մասնիկների համար նյութ կարող է ծառայել հիմքը, մի այլ դեպքում հակառակը։ Ներքին ձևը լեզուների իմաստային կառուցվածքն է, որ կապում է բովանդակությունը արտաքին ձևին։ Բացի ներքին ձևից խոսում է նաև դինամիկ ձևի մասին։ Սա էլ միանալով ներքին ձևին առավել ուժեղ է անհատականացնում լեզուների անհատական բնութագիրը, առավել որոշակի է հնարավոր լինում դարձնել, որպեսզի պարզ լինի, այսպես ասեմ, լսած կլինեք, հաճախ են ասում հայերենի բառերի հայացման գործողություններից երբեմն դժգոհում են մարդիկ, ամբողջ աշխարհը բոլոր լեզուները այս բառը այսպես են ասում, հայերը պիտի առանձնացնեն։ Դժգոհությունը չգիտեմ տեղին է թե չէ, բայց որ հայերը այսպես պիտի ասեն, դա բխում է մեր լեզվի դինամիկ ձևից։ Գերմաներենի, հայերենի, պարսկերենի դինամիկ ձևերը հուշում են, որ օտար տարրերը պիտի յուրացվեն թարգմանաբար, իսկ ասենք անգլերենի, ֆրանսերենի այլ լեզուների դինամիկ ձևերը հակառակը, ռուսերենն էլ, ըստ որում ասեմ, ռուսերենն ու հայերենը բառակազմական գրեթե նույն հնարավորություններ ունեն, բայց հայերենը շատ ավելի մեծ չափով է օգտվում իր հնարավորություններից, քան ռուսերենը։ Եվ սա շատ կարևոր է մեզ համար, հատկապես մեր օրերում, գիտեք, որքան էլ մենք դժգոհենք, լեզուն ինքը որոշում է իր ճանապարհը։ Նույնիսկ մեր այսօրվա թափթփված լեզվական իրականության մեջ բազմաթիվ բառեր են ստեղծվել, ինչպես ժողովուրդն է ասում, մարդիկ են սիրում ասել, ամբողջ աշխարհը կոմպյուտեր կամ կոմպյուտոր է ասում, մենք համակարգիչ, այո, մենք չգիտենք էլ հիմա ով է ստեղծել այդ բառը, բայց մտել է համացանց բառը, որպես ինտերնետի հայերեն համարժեք, այսօր հանրացանցն է մտնում, որպես սոցիալական ցանցի համարժեք, սա մեր լեզվի դինամիկ ձևով է պայմանավորված, եւ բարեբախտաբար միայնակ չենք այդ առումով, շատ կարեւոր է սրա գիտակցումը։ Պարոն Գյուզադյան, ձեր ներածական խոսքում նշեցիք նաև ազգային ոգու գաղափարի մասին, ինչը ես եւս շատ կարևորում եմ եւ խնդրում եմ, որ հիմա փորձենք հակիրճ քննարկել, թե ինչպես է Հումբոլտը մեկնաբանում ազգային ոգին եւ ինչ կապ է տեսնում լեզվի եւ ազգային ոգու միջեւ։ Ազգային ոգին Հումբոլտը ուղղակի նույնացնում է լեզվի հետ։ Արարչագործ ուժի թելադրանքով ոգին համապատասխան մտածողություն է ապահովում, այդ մտածողությունը համապատասխան ձևայնացմամբ է
լեզվական հանդերձավորման ենթարկվում եւ դրանով իսկ պայմանավորում տվյալ ազգի մտածողությունը։ Ավելին, ոչ միայն մտածողությունն է ապահովում, այլև աշխարհայացքը, եւ որպես դրա ապացույց այսպիսի օրինակ է բերում Հումբոլտը. եթե ոգին ու լեզուն այդքան նույնական չլինեին, ինչպես կարող էր պատահել, որ տարագրության մեջ գտնվելով ոչ միայն կիրթ, նաև անկիրթ մարդիկ հարազատ լեզվով արտահայտությունները լսելիս կարոտաբազության են տրվում, հարազատ հնչյունների աշխարհ ասես օրորում է նրանց լսողությունը, անբաժան են դրանք իրարից։ Ճիշտ է, ավելի շատ այսօր Սեպիր Բորխի վարկածն են, այսպես թմկահարում մասնագետները այն կտրվածքով, որ յուրաքանչյուր լեզու ունի իր յուրաքանչյուր մտածողությունը, իր ինքնուրույն մտածողությունը, ապահովում է ազգի համար սեփական մտածողություն։ Հումբոլտը շատ ավելի խոր է դա ներկայացրել, հասցնելով աշխարհայացքի մակարդակի, աշխարհայացքի նույնացման մակարդակի եւ նրա ուղղակի այս ձևակերպումն եմ ուզում անպայման հիշեցնել, ժողովրդի ոգին նրա լեզուն է, ժողովրդի լեզուն նրա ոգին է եւ դժվար է գտնել որևէ այլ հարաբերակից հասկացություններ, որ այսքան նույնական լինեն։ Սա շատ կարևոր է մեզ համար, հատկապես մեր խիստ արդիական ձևակերպում է եւ հաճախ ենք լեզվաքաղաքական պայքարների մեջ լինում, տեղյակ եք անշուշտ թե քանի անգամ օտար լեզուներ են առաջարկել, որ պետական կարգավիճակ ստանա հայերենում, չի կարելի նման բան անել, առաջարկությունն իսկ հանցագործություն է։ Պիտի Հումբոլտ, մեր լեզվաբանները հատկապես պիտի Հումբոլտի այս դրույթը պաստառին գրած դուրս գան ընդդեմ ոտնձգությունների ազգային ոգու, որը տվյալ դեպքում ազգային լեզուն։ Պարոն Գյուզադյան, շատ շնորհակալ եմ այս կարևոր մտածողին եւ նրա գաղափարները մեզ հետաքրքիր ձևով ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ, ափսոս ժամանակը սուղ է, գուցե իմ մեղքով չեմ հասցնում տեղավորվել հերթականությունը այնպես ներկայացնել իմ խոսքի մեջ, որ բավական շատ գաղափարներ դուրս մնացին, լեզուն անվանում էր բանականության ինտելեկտուալ բնաստ, շատ կարևոր բաներ դրա մասին պիտի խոսվեր։ Թերևս այս կարևոր մտքով էլ ավարտենք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։